Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եթերում մշակութային խաչմերուկ հաղորդումն է։ Մշակութային խաչմերուկ հաղորդման շրջանակներում այսօր մեր հյուրն է ստեղծագործող Ուստուպ Լիլիթը։ Այսօր կկազմակերպենք Ուստուպ Լիլիթի հարցազրույցը։ Ողջունում եմ Տիկին Լիլիթ, շնորհակալություն, որ եկաք։ Ես եմ շնորհակալ այս գեղեցիկ հարցազրույցի երեկոն կազմակերպելու համար, Վահե ջան։ Տիկին Լիլիթ, ուզում եմ սկսել Աննա Ղարիբյանի հարցից։ Խնդրեմ։ Դասականներից որ գրողների ստեղծագործություններն են ազդել ձեր ստեղծագործական ուղու վրա։ Առանց վարանելու կասեմ Պարույր Սևակի եւ Հովհաննես Շիրազի։ Շնորհակալություն։ Ձեզ որտեղ եք տեսնում լիարժեք, արձակում թե չափածոյում։ Կասեի երկուսում էլ նույնը։ Նաիրա Գյոզալյանը ձեզ ուղղել է երկու հարց։ Խնդրեմ։ Տարբերություն կա ստեղծագործող եւ ոչ ստեղծագործող Ուստուպ Լիլիթի միջեւ։ Իսկ ով է Լիլիթ Շնայդերը։ Հետաքրքիր հարց է։ Սկսեմ առաջինից։ Տարբերություն Լիլիթը մեկ հարց էր։ Դե ասենք տարբերություն Լիլիթին որպես կենցաղումի նկատի ունեք, Նաիրա ջան, եւ Ուստուպ Լիլիթ բանաստեղծի, թե ստեղծագործողի, թե նաեւ ով է Շնայդերը։ Ես նկատի ունեմ ով է ստեղծագործող Լիլիթ Ուստուպը եւ մարդ Լիլիթ Ուստուպը, իսկ ընդհանրապես վերջակետ եւ ով է Շնայդերը։ Դարձավ երկու հարց։ Կարելի ասել ենթատեքստերով հարցեր։ Հա, եղավ։ Պատասխանում։ Տարբերություն կա, անշուշտ կա մարդ ոչ ստեղծագործող Լիլիթի եւ Ուստուպ Լիլիթի միջեւ։ Ես մի քիչ ավելի խիստ եմ ընտանիքում, շրջապատում, ճշմարտության ջատագով, բայց որպես ստեղծագործող փորձում եմ ելնել իրավիճակներից, նայած որտեղ ստեղծագործում եմ գրեթե ամեն տեղ, կարող է մետրոյի մեջ, կարող է իմ այգու մեջ, կարող է տանը, որպես ստեղծագործող ես տեսնում եմ, ստեղծագործում եմ, երբ ինչ-որ մի լավ կամ մի վատ բան եմ տեսնում, կամ մի բան հիշում եմ իմ երկրից, որ նորությունները կարդում եմ Facebook-ից, մի վատ բան եմ լսում, դրա շուրջ կարող եմ ստեղծագործել, այսինքն ես կարող եմ առանձնացնել, որ մարդ սովորական Լիլիթ եւ ստեղծագործող Լիլիթ տարբեր են, իհարկե, անշուշտ տարբեր են, բայց որպես Շնայդեր, էլի դա նույն Ուստուպ Լիլիթն է, առանց տարբերության, պարզապես ես կրում եմ իմ ամուսնու ազգանունը, որը ցավոք մահացել է։ Թե չէ նույն Ուստուպ Լիլիթն է, ինչ որ Լիլիթ Շնայդերը, նույն հայրենասեր, նույն անկեղծ ոգով մարդը։ Իսկ Գերմանիան ներողություն, Գերմանիան ինչ ազդեցություն է ունեցել ձեր ստեղծագործական ուղղության վրա, որպես Շնայդեր։ Կասեի ոչ մի։ Ես նույնն եմ մնացել, թե Կապանում, թե Երևանում եւ թե Գերմանիայի յուրաքանչյուր քաղաքում։ Ես դե մարդիկ ասեն գալիս են Գերմանիա հիմնականում կամ բուժվելու նպատակով կամ չարքաշ կյանքից ելնելով։ Ինձ մոտ ոչ այն էր, ոչ մյուսը։ Ես եկել եմ այստեղ պարզապես, որ ինձ այստեղ ճանաչեն որպես Լիլիթի, ոչ թե որպես Գեղամովնա, այլ որպես հենց Լիլիթ։ Որովհետև Հայաստանում այլ է, բոլորը գիտեին, որ ես, ասենք, իմ պապան ով է, ամենուրեք կանաչ ճանապարհ էր ինձ համար։ Ես եմ ինքս անել այն, որ վաղը մյուս օրը իմ երեխան ասի, սա իմ մաման արեց ինձ համար։
Գերմանիան ինձ վրա ոչ մի տարբերություն չթողեց։ Շնորհակալ եմ հարցի համար, բավարարված եմ պատասխանից, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն։ Եվ երկրորդ հարցը տիկին Նաիրայի, ինչը կփոխեիք կյանքում, եթե հնարավորություն ընձեռներ։ Այն ինչ ես կուզեի փոխել, դա մարդկանց հոգու անկեղծությունն է, որ չեմ կարծում, թե կարող եմ փոխել։ Շատ եմ ուզում, որ մարդիկ լինեն անշահախնդիր, թե իմ նկատմամբ եւ թե իրենք իրենց նկատմամբ։ Ես դա չեմ կարող պատկերացնել, որ կարող եմ փոխել։ Փորձում եմ ամեն կերպ սխալներն ուղղել իմ շրջապատում, բայց բոլորին հետո զգում եմ, որ իզուր է իմ ասածը, որովհետև բոլորին ուղղել դու չես կարող, ոչ էլ փոխել կարող ես։ Բայց Անցնեմ Մարիամ Բաղդասարյանի հարցին, ինչի մասին կուզենայիք գրել, որ մինչ այսօր դեռ չեք գրել։ Չեմ կարծում, այդպիսի բան չկա, ես դեռ չունեմ նման պատասխան, հիմնականում ես կուզեի գրել, որ տեսնեմ իմ հայրենիքը լրիվ լավ վիճակում, այդ ժամանակ կուզեի գրել իրոք հաղթանակած Հայաստանից մասին։ Թե չէ ուրիշ ամեն ինչի մասին ես ունեմ գրած եւ ոչ մեկից ոչ վախեցել եմ գրելուց, ինձ շատ են ասել քեզ կբռնեն, քեզ կձերբակալեն եւ այլն, ոչ մի բանից չեմ վախեցել։ Միայն ուզում եմ որ տեսնեմ մի օր իմ Հայաստանը իրոք ազատագրված է մոլախոտներից, ազատ անկախ Հայաստան, այդ ժամանակ կգրեմ այն ինչ մինչեւ հիմա չեմ գրել։ Շնորհակալություն եւ երկրորդ հարցը Մարիամի, ունեք համակրած ստեղծագործություն ձեր իսկ գործերի։ Այո, ատում եմ քեզ սեպտեմբերը շատ եմ սիրում եւ ինչ է կյանքն առանց քեզ սիրելիս երգը, որը երգ է դարձել։ Շնորհակալություն։ Արաքս Սևանը հարցնում է. ինչպիսին է այսօր Ուստուպ Լիլիթը որպես գրող եւ նրա առավելագույնը որն է հայ գրականության մեջ։ Դե ինձ թվում է դա պիտի ասի իմ ընթերցասեր ժողովուրդը, ես ինձ զգում եմ որպես ձգտող ինչ-որ մի լավ բան փոխելու հարցում, կյանքում ուզում եմ, որ ինչ-որ մի լավ բան կարողանամ անեմ, բայց առաջին հերթին իմ Հայաստանի, իմ հայ ժողովրդի համար, որովհետև Գերմանիայում այն ինչ ես ուզում եմ Հայաստանում անել, արդեն կա Գերմանիայում։ Շատ կուզենայի կարողանայի Հայաստանում անել, բայց տիկին Արաքս, շատ կուզենայի իմանալ ձեր կարծիքը, ասենք իմ ընթերցասերի, իմ գոլեգաների, իմ ընկերների կարծիքը այդ հարցում, ինձ էլ է դա շատ հետաքրքիր։ Անպայման, անշուշտ, ասեն տպավորությունները այնքան լիքն են, իհարկե իշխանն են զգացմունքները, որովհետև ես ուզում եմ տեսնել Ուստուպ Լիլիթ արդյոք պատրաստ է պատասխանել այն հարցերին, որոնք իմ ուղեղում են, կարող է ես ինքս սխալ լինեմ, այդ պատնեշը ունեմ, պիտի անցնեմ այդ պատնեշը ինքս, որպես ես կարողանամ Ուստուպ Լիլիթին տալ այնպիսի հարցեր, որոնք դրա մեջ ինքը ինչի տեսնի, արկը տեսնի նրան, ով որ կուզենար այդ հարցերին պատասխանել, եթե դուք ինձ մոտենաք որպես անձ, միգուցե սխալ կլինի։ Ես ուղղակի ուզում եմ դուք ինձ հանեք իմ բանից եւ հարցը դիտեք որպես օտարը, որ ձեզ կտար։ Եթե դուք դրան համաձայն եք, ես անպայման հարցը կպարզեմ եւ իմ կարծիքը ձեր ստեղծագործություններին անպայման կասեմ, որտեղ ինձ թվում է դա իսկապես շատ հետաքրքիր կլինի։ Անշուշտ։ Եղավ, եթե դուք այսօր եք ուզում դրա բանը, պատասխանը կամ հարցը, ես երկրորդ հարցից հետո այդ հարցը կլինի իհարկե։ Խնդրեմ։ Ով է Ուստուպ Լիլիթի նախահայրը հայ գրականության մեջ եւ ինչպիսին կուզենայիք տեսնել այսօր հայ գրողի։
Առաջին հերթին իմ նախահայրը եղել է ու մնում է Պարուս Սևակնոր Շիրազը, երկուսը միասին, որովհետև նրանք են ինձ օգնել իմ առաջին ստեղծագործական քայլերն անելուց, նրանք ինձ օգնության ձեռք մեկնեցին։ Իսկ ում եմ տեսնում, երկրորդ հարցը ինչ էր, Վահե ջան, կրկին Ինչպիսին կուզենայիք տեսնել այսօր հայ գրողի։ որ գրի այն, ինչ ինքը մտածում է, ոչ թե գրի այն, ինչ իրեն թելադրում են գրել։ Լինի անկեղծ, իր սրտում ինչ կա նա գրի, երբեք ճնշման տակ չստեղծագործի, կամ ինչ-որ գումարով 500 դրամով կամ 1000 դրամով 10,000 դրամով երբեք չստեղծագործի, գրի այն, ինչ ինքը զգում է։ Լավ պատասխաներ իհարկե։ Եթե դուք հիմա պատրաստ եք իմ հարցին, ես լավ եկեք վերջում, ամենավերջում։ Ես կարող եմ հիմա էլ պատասխանել, կարող եք տալ։ Ես ձեր ստեղծագործությունների մեջ գիտեք, ինձ զգացմունքների շատ խառնվածություն կար, որպես բանաստեղծությունը պետք է ունենա ասելիք։ Հիմա որպես քննադատ, եթե մոտենամ, պետք է ասեմ, որ ձեր բանաստեղծությունը ամբողջովին զգացմունքային էր։ Եթե այսօր դուք ինչպես ասում եք, եթե դա անձնական է եղել ձեր հարաբերությունները Շիրազի կամ բանի Սևակի հետ, պիտի որ դուք անպայման զգայիք նրանց խիստ դիտողությունը այն մասին, որ ձեր գրականությունը պետք է ունենա վերջում ասելիքը պիտի լինի, որ երբ որ դու կարդում ես, ոչ թե ընկնես այն զգացմունքների մեջ, որ ընկել է բանաստեղծը կամ գրողը, որ ձեր ասածը վերջակետ պիտի ունենա ինչ-որտեղ, պիտի կարդացողը հասկանա, թե ինչի մասին է դա։ Իհարկե, արձակ գրականության մեջ դու կարող եք լինել շատ ազատ։ Թողնեք վերջավորությունը, ոնց որ բոլոր կինոներում մտածել ինչ ուզում ես։ Բայց բանաստեղծությունը ես գրում եմ եւ ունենում եմ յուրաքանչյուր իր կուլմինացիայով ավարտում եմ, բայց երբ իմ հոգին հոգեխառով է, ես չեմ կարող այդտեղ վերջակետ դնել։ Եթե ես վերջակետը չեմ դրել այդտեղ, ուրեմն դա դեռ իր ասելիքն ունի։ Դա դեռ կշարունակվի։ Բայց եկեք գանք հիմա այն գրականության, այն իրականությանը, եթե դուք ուզում եք ձեր խոսքը հասցնել ընթերցողին, այդտեղ պետք է լինի ասելիք։ Զգացմունքայնությունը ձեզ մոտ այնքան շատ, այ որը շատ եմ գնահատում, դա այսօր աշխարհում չտեսնված մի բան է։ Շատերի մոտ դա վերացած է, չկա անգամ, բայց ցանկությունս այն կլիներ, եթե դուք կարողանայիք այդտեղ մտցնել ձեր բանաստեղծական արհեստավարժության մեջ կատարելության հասած կլինեք անպայման։ Դա իմ ցանկությունն է։ Շնորհակալություն։ Թերթողի, որ շատ կուզենար զգացողականությունից դուրս գալ եւ վերջում գտնել այն իմաստը, որ դուք կուզենայիք մեզ հաղորդել։ Սա է իմ ասելիքը։ Բայց ես էլի վերջացրել եմ։ Ես հասցրել եմ, ես ուզեցել եմ լավով ավարտել ամեն մի բանաստեղծություն։ Ես հասկանում եմ, ես դա տեսնում եմ, բայց զգացողականության եւ բանաստեղծական կազմվածքի մեջ դա շատ կարեւոր է։ Ես օրինակ այդպես եմ զգում, որ ընթերցողը պետք է ունենա գտնի իր ասելիքը գրողի մեջ։ Սա իմ ամենակարևորն է եւ ես ուզում եմ, որ դա լինի ձեզ մեջ։ Այսինքն դուք ինչքանով որ դուք գտնեք, դուք ասում եք, բայց որպես ընթերցող ես դեռան չեմ հասնում։ Այո, զգացողականը գնում եմ, բայց չեմ հասնում նրան, որ ես ուզում եի տեսնել։ Դա է իմ ասելիքը։ Իհարկե դա ժամանակի ընթացքին կլինի, դրանում հարց չունեմ, բայց դա գրողի հիմնական ողնաշարն է, էլի գրելու մեջ բանաստեղծության։ Իսկ թվում է դա այդպես է, որտեղ խնդրեմ, սա եմ ես ուզում ասել։ Կփորձեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Անցնում ենք Մարլենա Եղշեցյանի հարցին։ Լինելով ստեղծագործող, մտավորական, ինչ կմաղթեք երիտասարդ նոր գրողներին։ Մեր երիտասարդ գրողներին ես մաղթում եմ ստեղծել իրենց լեզուն, իրենց ոճը,
երբեք այսպես կոպիտ ասած գրագողությամբ կամ կամ այն բանաստեղծությունների հիման վրա չստեղծագործեն, գրել իրենցը, դնել իրենց ոճը եւ ստեղծագործել եթե ոչ ամեն օր գոնե ամեն շաբաթ ինչ-որ մի նոր գործ ստեղծեն, աշխատեն իրենց վրա շատ, կարդան շատ։ Շնորհակալ եմ եւ երկրորդ հարցը ձեր գնահատականը խմբի եւ գրչընկերների աշխատանքի։ Ես այս խումբը շատ բարձր գնահատականի եմ արժանացնում, իրոք շատ լավ խումբ է։ Իմ գրչընկերները, իմ գրչընկերուհիները նույնպես շատ լավն են, համախմբվածություն տեսնում եմ, իհարկե կան ամենտեղ կա իր պլյուսն ու մինուսը ունեցող խմբեր, մենք դա մեր խմբի շրջանակներում միշտ կարողանում ենք շտկել, ես բացական ոչ մի գիծ չեմ տեսնում, որ անուղղելի է, շատ լավն են եւ իմ խումբը եւ իմ ընկերները։ Շնորհակալ եմ, անցնեմ Կարինե Գևորգյանի հարցին։ Բացի հայերենից, այլ լեզուներով գրում եք։ Այո, ես գրում եմ բացի իմ հայոց լեզվից, հայերեն լեզվից, ես գրում եմ նաեւ ռուսերեն եւ գերմաներեն լեզուներով։ Եվ երկրորդ հարցը, դասականներից ում եք շատ սիրում եւ նրանց գործերից ունեք թարգմանություններ։ Արտասահմանյան գրականությունից ես շատ եմ սիրում Դրայզերին, բայց Դրայզերը արձակ գրող է, չեմ կարողանում դեռ սկսել թարգմանել, բայց Նորա Ռոբերտսին եմ շատ սիրում, նրա գործերը նույնպես ուզում եմ թարգմանել, դեռևս թարգմանչական ոչ մի աշխատանք չունեմ կատարած, բայց ուզում եմ անել։ Շնորհակալ եմ եւ իմ երկու հարցը, սա վերջին հարցերն են Տիկին Լիլիթ։ Խնդրեմ։ Ժամանակակից գրականության մեջ կա ստեղծագործող, որին չեք համակրում։ Չէ, ես կան իհարկե, որոնց ոչ համակրում եմ, ոչ էլ ուզում եմ ինչ-որ առնչություն ունենալ նրանց հետ։ Չեմ էլ ուզում տեսնել նրանց, նկատել նրանց, ոչ թե տեսնել։ Անշուշտ բոլորս էլ ունենք մեր այդ անդուր մարդկանց ամեն տեղ ունենք մենք, բայց մեր գրականության, արգի գրականության մեջ նույնպես հանդիպել են ինձ, որոնց հետ չեմ ուզեցել երկար շփվել, որովհետև ինձ բավական էր արդեն մի քանի ակնթարթներ, որ ես նրան ճանաչեի։ Շնորհակալ եմ։ Երկրորդ հարցս, ինչպես եք տեսնում մշակույթի զարգացումը։ Հայ մշակույթի զարգացումը։ Ասե հայ մշակույթը մեզ մոտ այստեղ Գերմանիայում ավելի լավ է զարգանում, բայց Հայաստանում ոնց որ կանգ է առել այդ հայ մշակույթը։ Այստեղ մեր համայնքներում շատ են կարդացվում, ասմունքվում, խոսվում մեր պատմությունից, մեր գրականությունից, երաժշտական արվեստից, քան Հայաստանում։ Ես չեմ իմանում, միգուցե ես սխալվում եմ, որտեղ Հայաստանում արդեն երկրորդ տարին է չեմ լինում։ Բայց վերջին անգամ, որ ես եկել եմ, տեսել եմ, որ նվազում է։ Կներեք անկեղծության համար։ Ինչպես եք պատկերացնում կամ ավելի ճիշտ ինչ կառաջարկեք մշակույթի զարգացման համար։ Հայաստանի մակարդակով։ Հասկացա։ Ես կառաջարկեմ լինել անաչառ, քննադատել, բայց առողջ քննադատել, ոչ թե բամբասել, այլ առողջ քննադատություն։ Առողջ քննադատությունից մարդ
չի վիրավորում, ընդհակառակը զգում է իր սխալները եւ շարունակում շտկել, փորձում շտկել։ Ուրեմն պետք է մենք մաքսիմալ անկեղծ լինենք, մաքսիմալ ազնիվ լինենք մեր ստեղծագործություններում, արծարծենք այն, ինչ մենք զգում ենք, որ այդպես լինի ամեն ինչ լավ կլինի։ Ոչ մի դրամական ինչ-որ շահույթի խնդիր չպիտի լինի մշակույթի մեջ։ Իհարկե։ Եվ հաջորդ հարցը Տիկին Լիլիթ, ձեր հայրը ինչու էր դեմ, որ դուք ստեղծագործեք։ Ասում էր, որ բանաստեղծները փող չեն ստանում, դա քեզ համար ապագա չի, ձգտիր ուրիշ բան, նա չէր սխալվել, բայց սխալվեց իմ նախասիրություններից։ Եվ վերջին հարցը, ինչից եք ոգեշնչվում։ Ես ոգեշնչվում եմ ամեն լավ բանից, օրվա լավ եղանակից, իմ այգու ծաղիկներից, դրսի ծաղիկներից, լավ մարդու լավ վերաբերմունքից, ազնիվ մարդու անշահախնդիր վերաբերմունքից, բայց ամենից շատը կարդալուց։ Ես շատ եմ կարդում, օրվա մեջ ամենակիչը 2 ժամ ես կարդում եմ։ Եվ այս վերջին հարցով սահմանվում, ինչ կմաղթեք մեր ժողովրդին։ Միասնական ընթերցասեր հասարակությանը նկատի ունեմ։ Okay։ Բոլորին փորձեն յուրովի հասկանալ, յուրովին մոտենալ, որովհետև մենք բոլորս ունենք մեր ձեռագրերը, առանձին, ամեն մեկս ունի իր ձեռագիրը։ Երբեմն մեր ընթերցասեր ժողովուրդը պատկերացնում է, որ բանաստեղծը կամ գրողը կարող է միայն Սևակ լինել, կամ միայն Շիրազ լինել, կամ Հովհաննես Թումանյան լինել, կամ Եղիշե Չարյան։ Բայց այդ բոլորը մեզ պետք է տեսնեն այնպեսին, ինչպեսին մենք կանք։ Այսինքն պիտի մեզ բոլորիս իրենք լավ շատ կարդան, որ կարողանան ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Եթե մեկ-երկու բանաստեղծություն կարդան ու հետո կարծիք հայտնեն, դա չի լինի։ Ավելի ճիշտ կլինի, որ նրանք շատ կարդան, մեր ընթերցասեր ժողովուրդը պիտի շատ կարդան, որը այսօր շատ պակասում է։ Եվս մեկ հարց առաջացավ Տիկին Լիլիթ, համաձայն եք այս կարծիքի հետ, որ բանաստեղծ կոչումը տալիս է ժողովուրդը եւ ժամանակը։ Անպայման, իհարկե, ես չեմ կարող ասել, ինձ շատ են ասել, դու արդեն բանաստեղծ ես, բայց չէ, բոլորս էլ ստեղծագործող ենք, բայց մեզ բանաստեղծի կոչում մենք պիտի ստանանք ժողովրդի կողմից, սիրված լինելով, իսկ դրա համար ժամանակ է պետք, որ ժողովուրդը մեզ ճանաչի, այնպեսին, ինչպեսին մենք կանք։ Հետո արդեն կիմանանք, մեզ բանաստեղծ կոչում է ժողովուրդը, թե մնում ենք նույն ստեղծագործող կոչման հավատարիմ։ Տիկին Լիլիթ, իսկ հոգևոր գրականությանն ինչպես եք վերաբերվում։ Շատ ավելի մի քիչ ինձ համար դա փակ թեմա է, այսինքն ես կարդում եմ հոգևոր գրականություն, բայց ոչ այնքան, ինչքան որ գեղարվեստական գրականություն, ինձ համար մի քիչ դա փակ թեմա է։ Շնորհակալ եմ եւ վերջին հարցին, իսկ ինչպես եք վերաբերվում կոշտ գրականությանը, կոշտ ստեղծագործությանը, որ մեջը կա կոպիտ ինչ-որ բառեր, կոպիտ նախադասություններ։ Այսինքն, գիտեք ինչ, եթե բանաստեղծը կամ ստեղծագործողը ստեղծագործում է ու
գրում եք կոշտ ու կոպիտ բառերով, այսինքն քննադատորեն կամ դիմում է կոշտ կոպիտ բառերով չինովնիկներին եւ այլն, դա գալիս է քո հոգու խռովքից։ Դա պետք է հասկանա մեր ժողովուրդը, որ այլայլված վիճակում դու չես կարող շատ լավ բառեր գրել։ Բնականաբար հոգիդ խռոված է լինում, նեղացած է լինում, դրա համար ամեն ինչ արտահայտվում է խոսքի միջոցով։ Իսկ մենք մեր խոսքը տեղադրում ենք խստին։ Շնորհակալ եմ, Տիկին Գյոզալյանը ուզում է խոսք ասել, խնդրեմ Գյոզալյանը, ուղղակի կցանկանայի կոշտ ձևակերպումը մի քիչ վերանայենք իր տեսանկյունից, կոշտ ձևակերպումը գալիս է իրականության արտացոլանքից։ Այնինչ մենք զգում ենք իրականությունը, դե հիմա ինչ բառով կարտաբերենք այդ իրականության պատկերը, դա թող լինի իրականության պատկեր, ոչ կոշտ գրականություն, որտեղ կոշտ գրականություն ասելով կարող է թյուր ըմբռնում լինի բառամթերքի ընտրության հարցում։ Կարող է այս ձևակերպումը տանի նրան, որ մարդիկ մտածեն, որ բառամթերքի ընտրությունն է կոշտ, այսինքն գրականությանը ոչ հարիր։ Բերեք ձևակերպենք իրականության ճիշտ արտացոլանք ըստ մեր հուզական աշխարհի։ Սա է քամենը։ Ես այսպես էլ ասացի, չէ՞, նայած ինչ ես զգում այդ պահին, Շնորհակալ եմ ձայն տալու համար։ Խնդրեմ։ Տիկին Արաքս, դուք էլ արձագանքեք։ Այս հարցը ուղղակի ինձ շատ հուզեց եւ միշտ հուզել է, թե կոշտ գրականություն ասելով ինչ ենք հասկանում։ Իհարկե Տիկին Գյոզալյանը շատ այսպես լավ է հպանցիկ, որ ասում են եկավ մտավ ու դուրս եկավ եւ ամբողջ դրեց իր կողովի մեջ, բայց ես ավելացնեմ, որ կոշտ գրականության մեջ եթե բառապաշարի պակաս է լինում եւ մարդիկ օգտագործում են այնպես բառեր, օրինակ դե հիմա անհարիր բառեր, դա ես համարում եմ խեղճություն։ Իսկապես գրականությունը չի կարելի համեմել այնպիսի բառերով, որոնք լավ հոգու զգացմունք ասելով անցկացնել, դա կարծում եմ գրականության մեջ անհարիր եւ անընդունելի է օգտագործելը։ Ես համարում եմ, որ կոշտ գրականությունը պետք է լինի, եթե անգամ դուք կարդաք Մարիուս Սևակի մարդը ափի մեջ ամբողջ ժողովածուն, դուք կտեսնեք այնտեղ ոչ մի հարյուրանք չկա կամ ատելության զգացում բացարձակ չկա։ Եթե մենք չենք հասել Չէ, ուզում ասեմ, էդ է կոշտ գրականություն, եթե ուզում ասեմ։ Չէ։ Կոշտ գրականություն ես հասկացա Վահեին, այսպես միգուցե ես սխալ եմ հասկացել, Վահե, դու ինձ կողես, եթե սխալ եմ հասկացել։ Կոշտ գրականություն ասելով ես այսպես հասկացա, որ եթե հոգիդ խռոված է ինչ-որ մի իրարանցումից կամ իրադարձությունից, դու արդեն նեղված սրտով ես գրում, ոչ թե հայհոյում ես, ոչ թե ուղղակի մի քիչ դիպուկ է լինում խոսքերդ։ Իհարկե, ես հենց դա էի ուզում ասել, մի փոքր բառի մեջ ընտրությունը սխալ արեցի։ Տիկին Լիլիթ, այսքանով հարցազրույցը սահմանափակենք, հարցերը քիչ էին իհարկե, անչափ շնորհակալ եմ, որ չմերժեցիք այս հրավերը։ Ես եմ շնորհակալ, Վահե ջան։ Ձեզ մաղթում եմ ստեղծագործական բազում հաջողություններ, Տիկին Լիլիթ։ Անչափ շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներից նույնպես, գրշընկերներից նույնպես, եթե ինչ-որ հուզող հարցեր կլինեն հետագայում, նույնիսկ ոչ հիմա, խնդրեմ գրեք, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն հրավերի համար։